Մարտի 17-ին կայացած կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի դատը պատճառ է դարձել, որ տեղեկատվական դաշտում ոմանք դիմեն մանիպուլյացիաների, հենվելով ընդամենը նրա շահերը ներկայացնող փաստաբանի մի արտահայտության վրա այն մասին, որ մի քայլ առաջ են գնացել։ Դա դարձել է առիթ, որպեսզի ոմանք տարբեր բլոգերների ու տեղեկատվական դաշտում գործունեություն ծավալողների ականջը գցեն, թե իբրև դատարանը որոշել է Ղուկասյանին ազատ արձակել։ Մինչդեռ փաստաբանը նկատի է ունեցել ընդամենն այն, որ օրն անցել է դրական, ոչինչ չասելով այն մասին, թե վերջն արդյունքում ինչ վճիռ կարող է կայացնել ամերիկյան դատարանը։ Կեղծ տեղեկությունը ըստ էության տարածել է Ղուկասյանի ակտին տեղի ունեցող ցույցերի մասնակիցներից մեկը դեզինֆորմացիայի տարածման պատճառ դառնալով։ Ինչով է դա վտանգավոր։ Խնդիրն այն է, որ կարող է պատճառ դառնալ, որ հայաստանյան իշխանությունները դիմեն տարբեր քայլերի խափանելու դատարանի կողմից կայացվելիք հնարավոր դրական որոշումով։ Չնայած ոչ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները, ոչ նրա ամերիկյան կամ հայաստանյան դատապաշտպաններից մեկը ազատ արձակման մասին որևիցե հայտարարություն չի արել, սակայն որոշ տարր, չգիտես ում շահերի ձեռներով, պատվերով, թե ինքնաբուխ կերպով նախապես դեզինֆորմացիա են տարածել, ստով լցնելով տեղեկատվական դաշտը։ Այդ տարածողներին կոչ կանենք, որ եթե ունեն իրենց հավաստի աղբյուրները, եթե իրականում ինչ-որ մեկն իրենց նման բան է վստահեցրել, ապա թող բացահայտեն տեղեկատվության աղբյուրը, եթե կեղծիքի տարածման ջատագով չեն դարձել։ Կան մարդիկ, որոնք տիրապետում են լուրջ ինֆորմացիայի, տեղեկացված են շատ ավելի մասին, քան մյուսները, բայց կան մարդիկ երբեք չեն հանրայնացնում իրենց ունեցած տեղեկությունները չվնասելու փորձին։ Պետք է հասկանալ, որ Ղուկասյանի գործից տեղեկատվական ռումբ ստանալու մոլուցքը կարող է վնասակար լինել նրա համար։ Ուստի նրանք, ովքեր նման մոլուցքով են տառապում, պետք է իրենց հաշվի տան, հակառակ պարագայում դրեն բոլոր հիմքերը պնդելու, որ իդեմս նմանների գործ ունենք առնետների հետ ներդրված Ղուկասյանի աջակիցների շարքում, գրել է US Armenian News.com-ի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը։ Հարգելի հայրենակիցներ, նոր ինձ հուշում են, որ լավ արդյունքներ ա գրանցվում Լաս Վեգասից, պիտի հասկանանք ինչ ա կատարվել այս պահին Լաս Վեգասում, շատ կորեկտի մեջ փորձենք միանալ Լաս Վեգաս, մեր սիրելի հայրենակիցներ ջան, այնքան SMS եք գրում, որ ես իրականում չեմ կարող պատասխանեմ, բայց մեր Աստված ողորմած Աստված է, մեր Աստված կարա հրաշներ գործի, ես սպասում եմ հրաշների, որովհետև մեր հայրենակիցները շատ թանկ են մեր համար, փորձենք միանալ այս պահին Լաս Վեգաս, ես չեմ միանա ուղի եթեր, ինչ-ինչ պատճառներով, հա եղբայր, ինչպես ատեղ։ Ահա, մենք հիմա ուղի եթերում ենք, մեր հայրենակիցները, չգիտեմ, հարյուրավոր SMS են գրել, ինչ եղավ դոգի դատավարությունը, ես ոնց հասկացա, դուք բոլորդ այդեղ ուրախ եք, հա, լավ ա լինելու, ամեն, հայի հույսը մենակ արդարությունն է և հավատքն է, ես դա ասել եմ, մենք պետք է հիմի այս պահին մենակ սպասենք դատավարությունը պրծելա վերջնական իմ համար այն ժամանակ գնի ակտը, որ Վարդան Ղուկասյանը ինքը կամ իր պաշտոնական եղբայր էջը բարձրաձայնի դրա համար, որ ինքը ազատության մեջ է, մենք ուրախ ենք, որ դուք ուրախ եք, ես իրոք սրտանց ուրախ եմ և փառք եմ տալի Աստծուն, որ այս պահին դուք ուրախ եք այդտեղ, որտեղ առավոտ, երբ որ մենք խոսում ենք, մեր հայրենակիցները շատ տխուր էին, շատ կաշկանդված էին, բայց ես միշտ ասել եմ, մեր Աստված չի ուշանում, ախպերս, շատ շնորհակալ եմ քեզանից, սիրելի հայրենակիցներ, մեր եղբոր ձայնն ա կտրվել, ինչ-ինչ պատճառներով չի կարողանում բարձր խոսի, բայց ոչինչ, ախպերս, դու
Եթե կուզես, ես կարամ բարձրացնեմ, դու այդ նույն շնորհակալությունը բարձրացրա, ինչ որ ուզում ես ասած, եթե կուզես կբարձրացնեմ ձայնը։ Լավ, սիրելի հայրենակիցներ, մի պահ մեր եղբայրը ուզում է խոսել։ Լսում ենք քեզ, եղբայր։ Սիրելի հայրենակիցներ, ասամա շնորհակալ ենք բոլորիցը, ձեր բոլորի աջակցությունը մեր համար շատ մեծ նշանակություն ուներ եւ միևնույն ժամանակ ուզում եմ խնդրեմ ձեզ, որ հավատով լսվենք եւ աղոթենք հանուն արդարության։ Աստծո խնդրենք, որ ամեն ինչ լավ լինի։ Միայն դա կարող եմ ասել, հավելյալ ինֆորմացիա Եվս կտրամադրվի փաստաբանների միջոցով եւ համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն անսահման։ Շնորհակալ եմ, եղբայր, մենք հետո ես քեզ կզանգահարեմ, սպասենք վերջնահայցին, տեսնենք ինչա կատարում ես պահին, Աստված օգնի քեզ, եղբայրս, շուտով ես կկապնվեմ քո հետ։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին շատ բան չեն կարող ասել, բայց նորից եմ ասում, մեր Աստված երբեք չի ուշանում, մենք քրիստոնյա ազգ ենք, մենք պետքա միաբանվենք, մենք պետքա միաբանության կոչ անենք, վատ հայ չկա, եթե մեկս մյուսի համար աղոթենք եւ մեկս մյուսի համար լինենք օրինակը, կհասնենք մեր բոլոր երազանքներին, թե հոգեվոր դաշտում, թե պետական դաշտում, թե մեր սահմաններում։ Հավատացնում եմ, գիտեք, աշխարհը ինչի համար է մեզանից սարսափում, որովհետև երբ որ հայը միաբանվում է, ես ձեզ հավատացնում եմ, աշխարհը սարսափում է մեզանից, որովհետև նրանք գիտեն, որ մենք շնորհքի երկիր ենք։ Ես լինելով քրիստոնյա, փորձում եմ կանգնել Վարդան Ղուկասյանի եւ մնացած բոլոր մեր հայրենակիցների կողքին, նորից եմ ասում, սիրելի հայրենակիցներ ջան, ես բլոգեր չեմ, ես չեմ ուզում երանի եմ տալի, որ երբ հապրծնելու այս եթերները, որ մենք աշխատենք հոգևոր դաշտում, որ մենք աշխատենք մեր երկրի պետականության դաշտում, որ ամեն մեկս այս տարբեր երկրներից հավաքվենք եւ բարձրացնենք մեր երկիրը, բարձրացնենք մեր Աստծո անունը, գիտեք, սա մեր պատիվն է, երբ որ աշխարհը գիտի, ամենաառաջին իմ համար այն է կարևոր, որ աբիդը, ցավը որն է իմ համար, որ այսօր լինելով առաջի քրիստոնյա ազգ մենք չենք կարողանում մեր կենթանի Աստծուն ցույց տալ աշխարհին, բայց աշխարհը մեր մասին գիրք է գրել, աշխարհը մեր մասին խոսում է, բայց մենք ունենալով այդ ամենահզոր զենքը մենք այսօր չենք կարողանում աշխարհին ցույց տալ այդ ամեն ինչը։ Սա է մեր խնդիրը, դրա համար իմ կոչը լինել Աստծո հետ, դու ես եկեղեցին, դու ես այդ խաչի կրողը, ոչ թե ինչ-որ շինության մեջ խաչը, որ դրած է, դրա ես մի բան եմ ուզում պատմել, մինչև ես ինչի համար եմ եթերը պահում, որ զանգը գա, միանանք Լաս Վեգաս, փորձեմ ուղղակի եթերը զրուցեմ ձեր հետ, երբ որ ես արաբական երկրում էի, Շարժա քաղաքում, ունենք այնտեղ հայկական հայ առաքելական եկեղեցի, ես մի քանի անգամ գնացի այնտեղ հասկանալով, թե ինչի մեր եկեղեցու խաչը, գմբեթը տեղում չի, պետական մասշտաբի հանել էին խաչը Շարժա քաղաքում, երբ որ գնում ես հայկական հայ առաքելական եկեղեցու, կողքը ռուսական օրթոդոքս եկեղեցին, այլ 7 խաչերով մեծ, ու ցավը ես գիտեք ինչի համար ապրեցի, որ այսօր մենք ունենք 10 միլիոնանոց հայրենակիցներ, մենք ունենք Դուբայում եւ արաբական երկրներում շատ մեծահարուստ եղբայրներ, բիզնեսմեններ, քաղաքական գործիչների հետ շատ մեծ կապեր ունեցող, այսօր մենք չենք կարողանում Շարժա քաղաքում ռուսական եկեղեցու խաչերը կանգնած են, բայց մեր խաչը հանված է։ Հիմա ինչ, դրա համար ես միշտ ասում եմ, եկեղեցին չի, այդ քարը չի, քարեշինությունը չի, եկեղեցին դա մի հավաքատուն է, որ դու գնում եք բոլորը իրար հետ երկրպագում եք, Տիրոջ խորհուրդն ասում է, որ երբ որ 2 կամ 3 իմ հետ են, ես ձեր հետ եմ, սա է հավաքատեղը, ոչ թե սեմինարացիոն է, ոչ թե դպրոց է, ոչ թե ինչ-որ չգիտեմ ինչ է, նա մի տեղ է, որը աղոթքի ավելի բարձր աղոթես, որ երկինքն ու երկիրը ցնցա Տիրոջ անունը, իսկ եկեղեցին եւ տաճարը դա դու ես, դու պետքա սուրբ պահես քո տաճարը, դու պետք է խաչ կրողը լինես, դու պետք է այդ խաչակիրը լինես, Տիրոջ խաչը վերցնելով գնաս առաջ, հենց սա այս ամեն ինչը ինչ որ մենք փորձում ենք անել, սա քրիստոնեություն է, ոչ թե ինչ որ բլոգերություն կամ ինչ որ դիվիդենդ հավքելու կամ ինչ որ
չգիտեմ, գումարներ աշխատելու քավ լցի, մեր հայը շատ թանկ է, մեր համար այրուն է տված, դուք հասկանում եք շնորհքի երկիր ես դու, եւ քո համար Հիսուս Քրիստոսը խաչվել է եւ տվել այդ խաչի զորությունը քեզ, որ դու այսօր թողնում ես քո հայրենակցին։ Ես նորից հարց տվեցի, ես հիմա էլ եմ հարց տալի, երբ որ շատ չագերթավոր քրիստոնյաները, աշխարհիկը չի դոգին վարքաբեգե կամ դոգից խոսած է, քրիստոնյաներն են խոսում, որ ինքը քֆուր է տալի, ինքը հայոյում է, ինքը էս անում եւ ինքը աթեիստ է դառնում։ Ես հարց եմ տալի, ինչի համար է դառնում մեր հայրենակիցը աթեիստ։ Իհարկե ամեն մեկ ունեն ազատ որոշում, բայց ստեղ մեր բոլորի սխալն է։ Ես առաջի օրը, երբ որ սկսեցի Վարդան Ղուկասյանի աջակցել, ես իրան սկսեցի օրհնել։ Ես չխոսեցի իր վատախոսությունների մասին։ Ես հիմա էլ եմ իրեն օրհնում եւ օրհնելու եմ այնքան ժամանակ, որ մարդը հասկանա քրիստոնյա լինելը ինչ բան է։ Երբ որ մարդը դառնում է աթեիստ եւ հրաժարվում է մեր իրական Աստծուց, մեր իրական հավատքից, դա մեր բոլորի սխալն է։ Դա մեր սխալն է, որ մենք թողում ենք մեր գառնուկին, թողում ենք, Քրիստոսն ասում է 99 գառին թողեց եւ գնաց նա մեկ գառի հետևից։ Եվ ես փորձում եմ, որ լինելով քրիստոնյա, ոչ թե իրան անիծեմ, ոչ թե իր քֆուրների համար ես աչոտ ուզեմ, մենք բոլորս ենք մեղավոր։ Մենք բոլորս մեղքեր ունենք գործած, որ դեռ որ գործում ենք եւ գործելու ենք։ Ես ասում եմ, պատկերացնում եք մի պահ, եթե Հիսուսը երկնքից այնպես մտածի, որ ինչպես մենք ենք մտածում։ Ես 100% համոզված եմ, որ աշխարհում չի մնա որևէ մեկ մարդ, որ կարող է երկինք բարձրանալ Տիրոջ փառքի մեջ։ Սա է խնդիրը, որ ես ասում եմ, արթուն կացեք։ Եթե դու հասկանաս, թե դու ով ես, հայ լինելով քրիստոնյա, շնորհքի երկիր, դու կիմանաս քո երկրի քարտեզը, դու կիմանաս քո երկրի տարածքը եւ մեծությունը, թե ինչքան հզոր ենք եղել։ Այսքան սխալները իմանալով, մենք ամեն անգամ ասում ենք, արախի մենք չգիտենք, մենք ով ենք, մենք չգիտենք, մենք ինչ ենք։ Այսքան սխալները գործելով, մենք փորձում ենք նույն սխալը գործենք։ Դարերով նույն սխալը գործենք։ Մենք ասում ենք հայի տականքը, բայց հայի տականքին մենք չենք կարող վերջնական ասենք լսի։ Всё, պրծավ քո տականգությունները, կամ դու ապաշխարում ես, կամ դու դնում ես համապատասխան տեղը։ Իշքան կարող ենք ամեն 5 տարին մենք ինքս մեզ խափենք, ասենք սրան փոխենք, նրան կդնենք։ Դուք պետք է նրա հետ աշխատեք։ Սրան բերեցիք, սրա հետ պետք է աշխատեք։ Ես շատ անգամ ասել եմ, եթե դուք կարծում եք մեկ վարչապետ, թե էդի գնի Պողոսը, թե չգիտեմ Կիրակոսը, եթե դու պահանջատերը չես, նա մեկ հոգի է, նա չի կարող է 10 միլիոնի բեռը եւ այդ 10 միլիոնի ուզածը կատարի, անհնար է դա, էդի չի կարող այդ հրաշքը կայանա, եթե դու պահանջատերը չես քո երկրի, դու պահանջատերը չես քո եկեղեցու, որևէ մեկը, ես հիմի հարց եմ տալի այս ժողովրդին, որևէ մեկը գնացել է հայ առաքելական եկեղեցի մտե եւ ասել, լսի եղբայր, գավազանով եղբայր, ինչի համար այսքան աղանդավորներ եղան մեր երկրում, հարց տվեք, կամ եկեղեցիներ, լավ, սենց ասեմ, ինչի համար, թող մի պատասխան տան, որ մեկը տա գնացել ձեր տեր հայրին, կամ չգիտեմ, գարեգին բին հարց տա, մտեք ձեր եթերներով, փորձեք ռադիկալ հարցեր տալ, ամոթ չի, հարց տալը ամոթ չի, ես հիմա, ես եթերը, որ անում, ես խոսում եմ իմ հետ, ես ինքս իմ հետ եմ խոսում, ուզում ես իմ հետ խոսես, մտի իմ եթեր, լսի, մենք կարող ենք այսպես խոսել, ինչ, հարց դու, հիմա ես հարց եմ տալի, գարեգին, չէ որ գավազանը տրված էր քո ձեռքում, ինչի մասնատվեց, ինչ էիք սխալ արել, թե ինչն էիք ճիշտ արել, որ այսքան Եհովայի վկա, մորմոններ, չգիտեմ ինչի վկա, տոլի չգիտեմ ինչի վկա, որտեղից եկավ այս ամեն ինչը։ Մենք ենք մեղավոր, թե դուք էիք մեղավոր։ Արեք մեղավորին գտնենք, այս հարցի լուծումը տանք։ Սա է խնդիրը։ Դուք չեք պահանջում։ Գարեգինն ասում է, դե պահանջող չկա, ես մենակ այդ գավազանը վեկալ եմ, այդ համ սրանց դեմ կռվեմ, հազիվի մեղազն եմ պահում։ Սա է խնդիրը։ Սա է խնդիրը, որևէ մի հոգևորական կանգնեց ասելու ուր են մեր հերոսները, ուր են մեր տղեկը, որևէ մի հատ, չգիտեմ, կառուցի հովիվներ գնացին մարգարեացան ասելով լսի, ես ինչ ես անում, ոչ մեկ, ասում է չկա վկա, չկա դատաստան, սա է, այս իրավիճակում ենք մենք ապրում,
Ոչ մեկ չի ուզում։ Բայց բոլորիս տնից մենք վնաս ենք կրում։ Մեկը որդի է կորցնում, մեկը ամուսին է կորցնում։ Դուք հասկանում եք, որ ես ասում եի, մի քանի օր առաջ ես ասեցի, որ մեր ժողովուրդը Եգիպտոսում է գտնվում, որպես պլեն։ Հիմա ես հարց եմ տալի, երկրի 97-95%-ը պարքի տակ է։ Պարքի տակ է։ Կա մի հայ, որ պարք չունենա, չկա դենց հայ։ Կա մի հայ, որ տոկոսի տակ ընկած չի, չկա դենց հայ։ Ինչպես կուզեն, այնպես կվարվեն։ Այսօր, եթե ուզենա երկիրը քո տունը կվերցնի քո ձեռքից։ Դու էլ ոչ մի բան չունես, հենց սա է խնդիրը մեր։ Դուք հասկանում եք, հերոսին դատում են, մարդ, որ կռվել է 30 տարի քո ինքնության համար, մենք այսօր այսքան ժողովուրդս լռում ենք։ Մարդու տունը երկու զոհ տա, որ 30 տարի հետո իր տղուն էլ վերցնելով տղեկին ավելի ճիշտ, մենակ տղուն չէ, ուղղակի այդ ժամանակ տղեն էր կողքը կանած, ոչ թե մնացած տղեքը, մի քանի րոպե հետո եթելներ, այսօր սերոպներ չեր լինի, րոպեների հարց էր, ու մեկը հարց չի տալը, ուր է մեր հրամանատարը, սա տունը սպանվան, այսօր տանում են այդ հերոսի աղբորը դատում են ու ոչ մեկ չի խոսում սրա մասին։ Ու մենք ասում ենք, մենք քրիստոնյա երկիր ենք, մենք ճշմարտություն ենք կամ մենք աշխարհիկ ասում ենք ճիշտ տղա ենք։ Ու հոգևորականները քարոզ են անում սիրո մասին։ Սիրո քարոզ եք տանում, բայց դատում եք ձեր եղբայրներին։ Բայց չէ որ Տիրոջ խոսքն ասում է ինչով դատեք նրանով կգնաք։ Չենք հասկանում այդ կանը, որ չի կարելի դատել այս կան։ Ինչ ենք դատում։ Սխալա գործ է։ Հայոյան կատվե։ Դու եղի քրիստոնյան։ Դու եղի քրիստոնյայի վկան, որ քայլով ասես եղբայր լսի, ես քեզ սիրում եմ։ Մի արա։ Սա մեզ պատիվ չի, մի արա։ Ես 100% համոզված եմ, որ օրերից մի օր, երբ որ Վարդան Ղուկասյանը դուրս կգա կամ հիմա ես սպասում եմ զանգի լավ խաբար կա, բայց ասում են, որ վերջնականորեն կասեն հիմա ինչա կատարվե։ Ես հարց եմ տալի։ Օրհնել եք այդ մարդուն, աղոթել եք այդ մարդու համար։ Մնացած մեր հայրենակիցները, ուր են մեր գերիները, ուր են։ Ձեր որդիները ուր են։ Դա կարար քո որդիները, դա կարար իմ որդիները, ուր են։ Չկան։ Ոչ մեկ չի հիշում դրանց մասին։ Գցել ենք եվրոպացին ու սրանց թղթեր ենք գրգում, ասում ենք մեր գերիներին տեր եղեք։ Լուրջ եք ասում։ Եվրոպացինսկի Հայաստանի տեղը չի ուզում լսել, որտեղ ինտերես չունի։ Արեք հիմա ես գնամ հենց մի քաղաքի ցենտրը, գերմաներենով խոսեմ հենց հիմա Հայաստանի գերիների մասին դուք ինչ գիտեք։ Սենց նայում ասեն Արմենիա թե Ռումինիա։ Դաժե խառնում են, այնքան են մեզ փոքրացրել, նվազացրել, մանրացրել, որ դաժե Ռումինիայի հետ են խառնում քեզ։ Ու այսօր ասում են պետք է եվրոպացին մեր գերիներին հետ բերի։ Հետ բերող եք, բերեք ձեր սահմանի թղթերը, որ նոր մի քիչ առաջ Արամի հետ մենք դրա մասին էինք խոսում։ Այս ուղիղ եթերները, սիրելի հայրենակիցներ, պետք է լինեն իրականություն։ Մենք պետք է ստարունից դուրս գանք եւ մենք բոլորս հանդիպենք մեր երկրում, մեր հերոսների հետ, մեր իսկական ընդդիմադիրների հետ։ Փորձենք նորից կապնվենք, ինչ նորություն կա։ Սա է խնդիրը։ Սա է մեր ազգովի խնդիրը, որ on-line դաշտից դուրս չեն գալի։ Հələ մտեք մի հատ մեր հայկական TikTok-ը, խնդրում եմ։ Ինչ է կատարվում ու մեկը չի ասում արգելա փակեք այս TikTok-ը։ Մեկը մյուսին քֆուր, մեկը մյուսի դեմքին ես ինչ կսելով, աշխարհը տենում ասում արա սրանք են քրիստոնյա ազգը։ Մենք շնորհքի երկիր լինելով փորձում ենք ցույց տալ, որ մենք մեզի ոչ մի հետաքրքիր չէ ամեն ինչ, որ Աստված մեզ նվեր տվել։ Եղբայր մի հատ ինձ հետ զանգի, ես ուղի եթերում եմ լվոր։ Փորձենք կապնվել, տեսնենք վերջնականորեն ինչ լավ խաբար են ասում մեր դոգից։
Հետո էլ ասում ենք քրիստոնյա ենք։ Էթում ենք օտար երկրներում աղբերս ինչ նորություն։ Իրա էջը ինչ է ասում։ Իսկ մի հատ հարց տամ, եղբայր, իրա մաման դատարանից դուրս է եկել, թե ոչ։ Շնորհակալություն, միանշանակ դուրս է եկել։ Լավ, Սևակ ջան, ուրեմն ես հիմա ուղիղ եթերում եմ, որտեվ հայրենակիցները հենց անջատում եմ, եղբայր, SMS-ներ ա գալի, դրա համար այսպես փորձում եմ մեր հայրենակիցների հետ եթերում մնալ, որ հասկանանք, մի բարի լուր տանք մեր երկրի քաղաքացիներին, մեր քույրերին, որ եթե բան ասած դու կբարձրացնեմ ձայնդ, եթե կուզես։ Մենակ ես եմ քեզ լսում ես բան, հա։ Всё. Լավ, ուրեմն սա կանենք եղբայրս, պրզնենք, ես հիմա լայվը ուղիղ եթերը կանջատեմ ու կսպասենք արդեն լավ խաբարի երևի։ Լավ, Աստված օրհնի ձեզ աղբերս, լավ։ Սիրելի հայրենակիցներ, ես կփորձեմ մի քիչ ուշ մտնել նորից ուղիղ եթեր, հասկանանք վերջնականորեն ինչա կատարում, տարբեր տեղերից տարբեր ինֆորմացիա գալի, բայց մեր հայրենակիցները ինչ-որ չափ ուրախ են, ես դա արդեն ողջունելի է, որ ուրախ են, կմտնենք քիչ ուշ, եթե դրա կարիքը լինի, հասկանալու վերջնականորեն ինչա կատարվում մեր հայրենակիցի հետ, Վարդան Ղուկասյանի դոգի հետ, տաղտված, որ ամեն ինչ բարեհաջող լինի, և մենք բոլորս շատ ուրախ կլինենք, որ մեր հայրենակիցը ազատության մեջ է։ Աստված օրհնի բոլորիդ, կփորձեմ, ուղղակի ես խնդրում եմ ձեզ SMS մի գրեք, որովհետև ես չեմ կարող պատասխանեմ, այսքանից ավել բան չեմ կարող ասեմ, Աստված օրհնի ձեզ, լավ եղեք։